Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի էջերում արկային կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսական կտրվածքով։ Շատ շուտով կլինեն նաեւ նոյեմբեր ամսվա կանխատեսումները։ Եվ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստվածույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքիս եւ դիտեք այս վիդեոն մինչեւ ոչ որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, այսօր նոյեմբերի 2-ն է եւ ես վերադառնում եմ Հայաստան, այնպես որ շուտով նաև նոյեմբեր ամսվա կանխատեսումները կտեղադրվեն ալիքիս վրա եւ տեսնենք թե ինչ է մեզ սպասվում նոյեմբերին։ Նոյեմբերը շատ ճակատագրական, բախտորոշ եւ վճռաբեկ եւ վճռական ամիս է լինելու, սիրելի բարեկամներ, շատ խնդիրներ, որոնք տարվա ընթացքում, շատ հարցեր, շատ խնդիրներ, որոնք անավարտ են մնացել տարվա ընթացքում, նոյեմբերին իրենց ավարտուն տեսքը կստանան, ինչպես անձնական ձեր հարցերի վերաբերյալ, ճակատագրի վերաբերյալ, այնպես էլ համաշխարհային մակարդակով նոյեմբերը շատ ճակատագրական, վճռորոշ եւ վճռաբեկ ամիս է լինելու եւ նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի են ունենալու մի շարք աստղաբանական հետաքրքիր իրադարձություններ, որոնցից 4-ը սիրելիներս տեղի կունենան գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն նոյեմբերի 3-ից 9 ընկած ժամանակահատվածում եւ այսպես ինչ է մեզ սպասվում նոյեմբերի 3-ից 9 ընկած ժամանակահատվածում։ Նոյեմբերի 3-ին հենց 2-ի լույս 3-ի գիշերը Երևանի ժամանակով 2:17 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի կապե հեռահաղորդակցության մորակ Մերկուրիի հետ 4 աստիճան խոյ կենդանակերպում գտնվելու է լուսին եւ 4 աստիճան աղեղնավորում գտնվում է Մերկուրին։ Գիտեք, որ արդեն նոյեմբերի հոկտեմբերի 29-ից Մերկուրին մուտք է գործել աղեղնավոր կենդանակերպ։ Եվ մեզ մոտ շատ հետաքրքիր է հատկապես նոյեմբերի 4-ը աչքի են ընկնում մի շարք կարևոր իրադարձություններով եւ լուսինը այդ ժամանակ բազմաթիվ փոխհարաբերությունների մեջ է մտնում այլ մորակների հետ, այնպես որ բավականին ակտիվ օր է լինելու եւ բարենպաստ օր է դեպ ասած նոյեմբերի 4-ը։ Երևանի ժամանակով հենց կեսօրից հետո 12:25 րոպեին լուսինը նախ լարված քառակուսի կառաջացնի Յուպիտեր մորակ, այդ մեծ բարերար մորակ Յուպիտերը շարունակում է գտնվել Խեցգետին կենդանակերպում, մեզ զբաղեցնում է Խեցգետնի 25 աստիճանը, իսկ լուսինը 25 աստիճան խոյ կենդանակերպում է։ Իհարկե սա մի փոքր անբարենպաստ է, նշանակում է, եթե պլանավորում եք գնումներ, ապա ի նկատի պետք է ունենաք, որ շատ ավելի գումար կծախսեք, քան նախատեսված էր։ Ու ընդհանրապես բարերար մորակների հետ այնուամենայնիվ լուսնի ցանկացած փոխհարաբերություն բարենպաստ է այնուամենայնիվ։ 15:21 րոպեին լուսինը լարված դիմակայություն կառաջացնի սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներայի հետ, Վեներան 26 աստիճան կշերքում եւ լուսնի 26 աստիճան խոյ կենդանակերպում։ Իհարկե սա անբարենպաստ է կանանց հետ փոխհարաբերություններում, եթե ինչ-որ երկընտրանքի առջև եք կանգնած, պետք է որոշում կայացնեք, նույնպես անբարենպաստ է, այնպես որ այդ բոլոր որոշումները իհարկե ցանկալի է կատարել նոյեմբերի 5-ից հետո։ Բայց ամենակարևոր իրադարձությունը նոյեմբերի 4-ի սիրելի բարեկամներ այն կլինի, որ Երևանի ժամանակով 17:05 րոպեին Մարսը ակտիվության, նախաձեռնության, ռազմի մոլորակ Մարսը մուտք կգործի աղեղնավոր, որտեղ նա կմնա մինչև դեկտեմբերի 15-ը։ Մարսը աղեղնավորում ակտիվություն է նշանակում արտասահմանում կամ արտասահմանյան կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցություն։ Ընդհանրապես ճամփորդական հաջողություն է տալիս Մարսը աղեղնավորում։ Մարսը աղեղնավորում լավ է նաև դիվանագիտական ինչ-որ շարժերի համար։
Ընդհանուր առմամբ բարենպաստ դիրք է։ Իհարկե, կարիճի պես բարենպաստ չէ, Մարսը կարիճում իհարկե ակտիվ է, նախաձեռնող է, ակտիվ է, այսպես էներգիան ժայթքում է, բայց աղեղնավորում նույնպես բավականին էներգիավլի դիրք է Մարսի համար։ Եվ 20-ից 15 րոպեին նոյեմբերի 4-ին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Պլուտոն մորակետ։ Ահա սա իհարկե անբարենպաստ է, այսինքն ինչ որ ցանկանում եք հանդիպումներ, գործեր իրականացնել կարևոր, քանի որ գիտեք լուսինը մինչև նոյեմբերի 5 աճողը լինելու, դա կատարեք մինչև 3 օրը։ 20-ից 15-ին արդեն լուսինը նախ մուտք կգործի ցուլ կենդանակերպ, իսկ 22-ից 35 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի ավերիչ Պլուտոն մորակի հետ։ 1 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 1 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվում է լուսինը։ Իհարկե սա անբարենպաստ է, լարվածություն է առաջացնում հատկապես ռազմաքաղաքական միջավայրում, ասպարեզում լուսինը խորհրդանշում է ժողովրդին, իսկ Պլուտոնը դա հենց այդ համաշխարհային սիոնիստական չար ուժերն են, որոնք անընդհատ դեմ են այսպես խաղաղությանը եւ անդադ իրենց դավերն են նյութելու։ Մի շաբաթվա ընթացքում առավել այսպես ցայտուն այդ ամենը կդրսևորվի եւ կարտահայտվի, սիրելի բարեկամներ։ Եվ բավական լարված է գիշերը անցնելու եւ արդեն նոյեմբերի 5-ին 17-ից 19 րոպեին տեղի կունենա նոյեմբերյան լարված լիալուսինը 13 աստիճան ցուլ կենդանակերպում կլինի լուսինը եւ 13 աստիճան կարիճում գտնվելու է արեգակը։ Այդ նոյեմբերի 5-ին կատարեք որ այն արարողությունները եւ հմախոսությունները, որոնք նախատեսված են լիալուսնի համար, ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ իմ երկրորդ YouTube-յան ալիքում Աստրոմագիա Թալիսմաններ YouTube-յան ալիքում, հղումը կլինի այս վիդեոյի վերջում, սիրելիներս։ Բավականին բախտորոշ շաբաթ է այդ տեսանկյունից, որ նախ շատ են աստղաբանական իրադարձությունները, երկրորդը տեղի կունենա նոյեմբերյան լիալուսինը։ Իհարկե շատ ավելի բարենպաստ օր է նոյեմբերի 6-ը, գալի ասել գալիք շաբաթվա ամենաբարենպաստ օրերից մեկն է, որովհետև այնուամենայնիվ նոյեմբերի 4-ը դա նախորդող լիալուսնին օրն է, իսկ այդ օրը ճիշտ է դա 14-րդ լուսնային օրն է, որ ամենաբարենպաստն է համարվում ընդհանրապես բոլոր գործերի համար, բայց այնուամենայնիվ ցանկացած օր, որ նախորդում է լիալուսնին, դա որոշակի լարվածություն է իր հետ բերում։ Նոյեմբերի 6-ին իհարկե այդ լարվածությունը շեշտակի կիջնի եւ ողջ օրվա ընթացքում բարերար էներգիաները պարուրելու են մեզ։ Սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 11:40 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Յուպիտեր մոլորակի հետ, որը շարունակաբար գտնվում է խեցգետնում 25 աստիճան խեցգետնում գտնվելու է Յուպիտերը եւ 25 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվելու լուսինը շատ բարենպաստ է այդ վեցանկյունը, որովհետեւ լուսինը իշխում է խեցգետնում, որտեղ գտնվում է Յուպիտերը եւ դրական էներգիա հաղորդում լուսնին, որը գտնվում է ցուլ կենդանակերպում եւ ցուլ կենդանակերպում լուսինը, գիտեք որ փառավորվում է, հասնում մեր զրուցան գագաթնակետին։ Այնպես որ եթե ինչ որ կարևոր գործեր ունեք անավարտ, այնուամենայնիվ նոյեմբերի 6-ը ամենաբարենպաստ օրն է դրա համար, կարող եք 4-ին էլ օրվա սկզբին անել, բայց ավելի լավ է նոյեմբերի 6-ին։ 12-ից 24 րոպեին նոյեմբերի 6-ին Երևանի ժամանակով լուսինը վեցանկյուն կառաջացնի Սատուրն մորակետ, որը գտնվում է 25 աստիճան ձկներում։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 1-ին 25 թվականի Սատուրնը չարաբաստիկ սահմանափակումների մորակ Սատուրնը վերադարձել է արդեն ձկներ։ Եվ 18-ից 50 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև Նեպտունի հետ, որը հոկտեմբերի վերջին նույնպես վերադարձավ ձկներ։ 29 աստիճան ձկներում գտնվում է Նեպտունը եւ 29 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվելու է լուսինը։ Իսկ 19-ից 20 րոպեին լուսինը մուտք կգործի երկվորյակներ, սիրելի բարեկամներ։ Այստեղ նա անմիջապես կմիանա անսպասելի փոփոխությունների մոլորակ Օրանի հետ։ 19-ից 25 րոպեին Երևանի ժամանակով լուսինը կմիանա Օրան մոլորակի 0 աստիճան երկվորյակներում։ Եվ
արդեն 21:41 րոպեին Երևան ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Պլուտոն մոլորակի հետ 1 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը, 1 աստիճան երկորակներում գտնվելու է լուսինը։ Իհարկե լուսինը փոխհարաբերությունների մեջ կմտնի բարձրակում բոլոր մոլորակների հետ նոյեմբերի 6-ի ընթացքում, նաև լարվածություն կլինի մի փոքր միայն երեկոյան, նոյեմբերի 6-ին 21:48 րոպեին լուսինը կսկսի դիմակայել Մարս մոլորակին, որը արդեն հիշեցնեմ, որ նոյեմբերի 4-ից մուտք է գործել աղեղնավոր 1 աստիճան աղեղնավորում գտնվում է Մարսը եւ 1 աստիճան ուրեմն երկորակներում գտնվելու է լուսին։ Այնպես որ եթե ինչ որ կարևոր գործեր ունեք, դա մինչև երեկո աշխատեք ավարտել այդ գործերը, որպեսզի անբարենպաստ լարված փոխհարաբերությունների տակ չընկնեք։ Լուսնի ու Մարսի դիմակայությունը առաջացնում է ստրեսներ, ներվային զանազան իրավիճակներ, խառնաշփոթ եւ այլն։ Եվ ամսի 7-ը շատ կարևոր օր է, նոյեմբերի 7-ը, Երևանի ժամանակով 5:18 րոպեին լուսինը կդիմակայի Մերկուրի մոլորակին, որը գտնվելու է 6 աստիճան աղեղնավորում եւ 6 աստիճան երկորակներում գտնվելու է լուսինը։ Նաեւ նոյեմբերի 7-ին Երևանի ժամանակով 2:39 րոպեին գիշերը, սիրելի բարեկամներ, սիրով գեղեցկության մոլորակ Վեներան մուտք կգործի Կարիճ, որտեղ նա կմնա մինչև դեկտեմբերի 1-ը։ Իհարկե այս դիրքը Վեներայի համար անբարենպաստ է, որովհետև Կարիճ կենդանակերպում Վեներան անկած է եւ չունի զորություն։ Նրա ուժերը վատնվում են, ինչու, որովհետև նա կորում է նրա ուժերը, նրա զորությունը, որովհետև Վեներան գիտեք, որ իշխում է ցուլ կենդանակերպում, որը գտնվում է Կարիճի դիմաց։ Այնուամենայնիվ Կարիճ կենդանակերպում Վեներան նույնպես շատ հետաքրքիր դիրք է, սա բարենպաստ է իհարկե բոլոր կարիճների համար եւ առհասարակ բոլոր ջրային նշանների համար, ավելի մանրամասն ես կներկայացնեմ նոյեմբեր ամսվա կանխատեսումներում, բայց այժմ իմացեք, որ իհարկե կարիճների համար ամենաբարենպաստ դիրքն է Վեներան փոքր երջանկության մոլորակ է եւ տալիս է այդ թվում եւ գրավչություն եւ այսպես մարդիկ ձգվելու են դեպի ձեզ, շատ այսպես ուշադրության կենտրոնում եք հայտնվելու սիրելի կարիճներ եւ ֆինանսական տեսանկյունից նույնպես բարենպաստ է սիրելիներս։ Եվ ահա բավականին մեզ մոտ լարված օր է, օրվա ընթացքում լարված մորակային փոխհարաբերություններ կլինեն նաև նոյեմբերի 8-ին։ Նախ նոյեմբերի 8-ին 6:21 րոպեին Ուրանը անկանխատեսելի փոփոխությունների մոլորակ Ուրանը, որը 18 թվականի գարնանից 7 տարի շարունակ գտնվում էր ցուլ կենդանակերպում, կրկին կվերադառնա ցուլ նշան եւ կսկսի, այսպես ասած, տանջել ցուլերին, իհարկե բոլորը չեն զգա նրա բացասական ազդեցությունը, այլ միայն այն ցուլերը, ովքեր ծնվել են մայիսին, այդպես մայիսի 18-ից 20 ընկած, 20-21 ընկած ժամանակահատվածում հիմնականում նրանք կզգան այդ ազդեցությունը, ավելի մանրամասն արդեն ես կներկայացնեմ նոյեմբեր ամսվա կանխատեսումներում։ Ուրանը երբ մուտք գործի ցուլ, նա բավական երկար ժամանակ կմնա ցուլ կենդանակերպում եւ միայն 26 թվականի ապրիլի 26-ին կրկին կվերադառնա երկվորյակներ, այնպես որ ցուլիկներ, եթե ունեք ինչ-որ անավարտ գործեր, նույնը վերաբերվում է նաև կարիճիկներին, եթե ինչ-որ անավարտ գործեր ունեք, այդ 7 տարիների ընթացքում ինչ-որ խնդիրներ կային, որ դուք որոշել եք ձեր կյանքում փոփոխություն մտցնել, ինչ-որ բեկումնային իրավիճակ, որպեսզի ամբողջությամբ 180 աստիճանով ձեր կյանքը փոխվի, ապա դուք ժամանակ ունեք այս տարվա նոյեմբերի 8-ից մինչև գալիք տարվա ապրիլի 26-ը ավարտին հասցնելու այդ բոլոր փոփոխությունները։ Եվ 11:48 րոպեին օգոստոսի 8-ին իհարկե լուսինը լարված քառակուսի կառաջացնի նախ սահմանափակումների մոլորակ Սատուրնի 25 աստիճան ձգներում գտնվում է Սատուրնը եւ 25 աստիճան երկորյակներում գտնվելու է լուսինը։ Ու իհարկե սա անբարենպաստ է, էմոցիոնալ սառնություն է նշանակում, գործերի ինչ որ կանգ կամ ինչ որ խնդիրներ, խոչընդոտներ, այնպես որ իմացեք, որ ես խորհուրդ եմ տալիս նոյեմբերի 8-ին, որս է կարևոր
գործը ձեռնարկել 18:31 րոպեին Երևանի ժամանակով լուսինը նաև նա լարված քառակուսի կառաջացնի Նեպտուն մորակետ 29 աստիճան ձկներում գտնում է Նեպտունը եւ 29 աստիճան երկրորակներում է դասատկած ձկան աստիճանն է 29 աստիճանը ձկների, որը նշանակում է քաոս, անորոշություն համաշխարհային մակարդակով, որը եւ մենք տեսնում ենք նաեւ եկեղեցու դեմ այս վերսկսված հետապնդումները եւ հալածանքները, դա հենց Նեպտունի վերադարձի հետ է կապված ձկներ եւ Արդեն նոյեմբերի 8-ին 19:05 րոպեին լուսինը մոտ կգործի Խեցգետին կենթանակի, որտեղ արդեն 21:51 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Վեներայի հետ 2 աստիճան Խեցգետնում գտնվելու է լուսինը եւ 2 աստիճան կարիճում գտնվում է Վեներան։ Իհարկե երեկոն բավականին ներդաշնակ է լինելու նոյեմբերի 8-ի, լավ է վերականգնել փոխհարաբերություն, թե խախտված ինչ-որ խնդիրներ ունեք կանանց հետ կամ կանանց միջև հարաբերությունները վերականգնել շատ բարենպաստ է։ Եվ ի վերջո, սիրելի բարեկամներ, այս շաբաթվա կարևորագույն 4-րդ աստղաբանական իրադարձությունը կապի է հաղորդակցության մորակ Մերկուրի նոյեմբերի 9-ին Երևանի ժամանակով 23:05 րոպեին դառնալու է հետընթաց եւ այդպես նա հետընթաց է մնալու մինչեւ նոյեմբերի 29-ը։ Ու իհարկե բազմիցս անդրադարձել եմ, թե ինչպիսի զարգացումներ են լինում, երբ Մերկուրին հետընթաց է։ Մերկուրին այս անգամ հետընթաց է աղեղնավոր կարիճ կենթանակերպերում, շատ բարդ փոխհարաբերություններ է ստեղծելու, բայց ընդհանուր առմամբ իմացեք, որ եթե ինչ-որ անավարտ գործեր ունեք, եթե ինչ-որ բան սկսել եք, չեք հասցրել ավարտին, ապա շատ լավ ժամանակահատված է մինչև նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 20-ին ընկած ժամանակահատվածը։ Իսկ ինչ վերաբերվում է նոր ինչ-որ գործունեությանը, արմատապես նոր ինչ-որ նախաձեռնությունների, նոր բիզնեսներին եւ այլն, դա ցանկալի չէ իհարկե սկսել նոյեմբեր ամսվա ընթացքում, հատկապես նոյեմբերի 9-ից հետո։ Այնպես որ ես իհարկե ավելի մանրամասն այդ ամենի մասին կներկայացնեմ նոյեմբեր ամսվա կանխատեսումներում, անհամբեր սպասում եք նոյեմբեր ամսվա կանխատեսումներին։ Դա կլինի արդեն գալիք շաբաթվա ընթացքում այդ վիդեոն նույնպես կտեղադրվի։ Հա, այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ եմ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն նոյեմբերի 3-ից 9 ընկած ժամանակահատվածում։ Իսկ այժմ, սիրելի բարեկամներ, ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենթանագերպերին գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն նոյեմբերի 3-ից 9 ընկած ժամանակահատվածում։ Պատրաստ եք, սիրելի խոհեր, գնացինք։ Սիրելի խոհեր, դες համար բարենպաստ է գալիք շաբաթը, այնուամենայնիվ բաց շաբաթ է, բայց շատ բարենպաստ է հենց խոհերի համար։ Հոկտեմբերի 3-ից 4-ը, սիրելի խոհեր, զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի խոհեր։ Նոյեմբերի 4-ից 6-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի խոհեր, փող եք ստանալու, իսկ նոյեմբերի 6-ից 8-ը լավ է կարճ ճանապարհների համար, լավ լուրեր եք ստանալու, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից, նաեւ շատ հետաքրքիր ծանոթություն գործնական կամ անձնական բնույթի, իսկ նոյեմբերի 8-ից 9-ը զբաղվելու եք ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր, հնարավոր նաեւ տան արտվաճառք, սիրելի խոհեր։ Սիրելի ցուլիկներ, բարեխառն է լինելու ձեզ համար ընդհանուր գալիք շաբաթը նոյեմբերի 3-ից 4-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիներ, պես որ զգուշ եղեք, սիրելի ցուլիկներ։ Նոյեմբերի 4-ից 6-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմնելուց է գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ։ Նոյեմբերի 6-ից 8-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի ցուլիկներ, փող եք ստանալու, իսկ նոյեմբերի 8-ից 9-ը կարճ ճանապարհ, նաեւ հնարավոր է շարժական գույքի ձեռքբերում, օրինակ ավտոմեքենայի։
Սիրելի երկվորյակներ, ձեզ համար եւս բարի խառն է գալիք շաբաթը նոյեմբերի 3-ից 4-ը ինչ-որ շատ կարևոր երազանք վերջապես կիրագործվի ձեզ կուրախացնեն նաեւ ձեր չափահաս երեխաները նոյեմբերի 4-ից 6-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից սիրելի երկվորյակներ իսկ նոյեմբերի 6-ից 8-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով հմայքով եւ գեղեցկությամբ լուծեք անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ հաջողությունը ձեր կողմն է եւ նոյեմբերի 8-ից 9 բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փողեք ստանալու սիրելի խեցգետինիկներ նույնպես ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը ձեզ համար նոյեմբերի 3-ից 4-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար պետական դրան հետ կապված փաստաթղթերի հետ կապված աշխատանքի պաշտոնի հետ կապված կամ կստանաք ինչ-որ շատ կարևոր գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն նոյեմբերի 4-ից 6-ը կուրախացնեն ձեզ չափահաս երեխաները եւ ինչ որ շատ կարեւոր երազանք կամ նպատակ իրագործվի ձեզ համար սիրելի խեցգետինիկներ եւ նոյեմբերի 6-ից 8-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից նոյեմբերի 8-ից 9-ը շատ բարենպաստ է ձեզ համար զբաղվեք ձեր արտաքին տեսքով հմայքով եւ գեղեցկությամբ լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ հաջողությունը ձեր կողմը կլինի այդ օրերին սիրելի առյուծիկներ ձեզ համար նույնպես ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը նոյեմբերի 3-ից 4-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր հնարավոր է նաեւ ճամփորդություն նոյեմբերի 4-ից 6-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար սիրելի առյուծիկներ պետական դրան հետ կապված պաշտոնի աշխատանքի հետ կապված կամ ինչ-որ շատ գաթակղեցուցիչ առաջարկություն կստանաք սիրելի առյուծիկներ նոյեմբերի 6-ից 8-ը ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաներին ինչ-որ շատ վաղեմի երազանք իրագործվի եւ այդ օրերը նաեւ բարենպաստ են օնլայն բիզնեսի համար սիրելի առյուծներ նոյեմբերի 8-ից 9-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից Սիրելի կույսակներ, նոյեմբերի 3-ից 4-ը զգուշացեք հնարավոր է անսպասելի զարգացումներ, հնարավոր է անսպասելի ձեզ գումար պետք է, բայց մեծ պարտքեր եւ վարկեր այդ օրը մի վերցրեք այդ օրերին։ Ու նամանավանդ որ մոտենում է հետընթաց Մերկուրին, որի ընթացքում առհասարակ անբարենպաստ է վարկեր կամ պարտքեր վերցնելը։ Նոյեմբերի 4-ից 6-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաեւ ճամփորդություն։ Նոյեմբերի 6-ից 8-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար պետական դրան հետ կապված փաստաթղթերի հետ կապված չգիտեմ ջուրաշխատանքի պաշտոնի հետ կապված եւ նոյեմբերի 8-ից 9-ը ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները շատ լավ լուրեր կստանաք կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը եւ բարենպաստ է օնլայն բիզնեսի համար սիրելի կույսակներ Սիրելի կշերքներ, սիրելի կշերքներ, նոյեմբերի 3-ից 4-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումից, որովհետեւ փչացնեք հարաբերություններ դժվար կվերականգնենք դրանք։ Նոյեմբերի 4-ից 6-ը շատ էքստրեմալ իրավիճակներ կլինեն, զգուշացեք ճանապարհներին, զգուշացեք մեծ վարկեր կամ պարտքեր վերցնելուց։ Նոյեմբերի 6-ից 8-ը լավ լուրեր արտասահմանից կամ նվեր կամ ճամփորդություն եւ 8-ից 9-ը շատ կարևոր երկար սպասված իհարկե գործնական հարց կլուծվի ձեզ համար փաստաթղթերի հետ կապված կլինի դա աշխատանքի հետ կապված պաշտոնի հետ կապված Սիրելի կարիճակներ ձեզ համար եւս բարի խառն է լինելու գալիք շաբաթը նոյեմբերի 3-ից 4-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով առողջական հարցերով ընթացիկ այսպես կենցաղի հետ կապված հարցերը կարգավորելով նոյեմբերի 4-ից 6-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, դեռ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերություններ։ Նոյեմբերի 6-ից 8-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, ֆինանսական, ինչ որ կարևոր գործարքներ են սպասվում ձեզ սիրելի կարիճիկներ, բայց մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Նոյեմբերի 8-ից 9-ը լավ լուր արտասահմանից նվեր կամ ճամփորդություն։ Սիրելի աղեղնավոր
հաղորդավորներ ձեզ համար եւս բարեխառն է լինելու։ Գալիք շաբաթը նոյեմբերի 3-ից 4-ը կուրախացնեն ձեզ ձեր երեխաները։ Շատ բարենպաստ օրեր են հաճույքների, շահումների, այսպես նաեւ բիզնեսի համար շատ լավ օրեր են 3-ից 4-ը նոյեմբերի։ Նոյեմբերի 4-ից 6-ը զբաղվելու ընթացիկ աշխատանքային հարցերով, տան հետ կապված հարցեր հնարավոր է պետք կլինի լուծել եւ առողջական հարցերով, իսկ նոյեմբերի 6-ից 8-ը զգուշացեք, սիրելի աղեղնավորներ, ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ բախումներից, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Եվ նոյեմբերի 8-ից 9-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, զգուշացեք ճանապարհներին եւ մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, սիրելի աղեղնավորներ։ Սիրելի այդ եղջյուրներ, ընդհանուր առմամբ եւս բարենպաստ է ձեզ համար գալիք շաբաթը։ Նոյեմբերի 3-ից 4-ը զբաղվել եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով։ Հնարավոր է տան հետ կապված ինչ-որ գործարքներ կամ փաստաթղթեր ձևակերպեք։ Նոյեմբերի 4-ից 6-ը բարենպաստ է սիրո, երեխաների, շահումների համար, նաև լավ է բիզնեսի համար։ 6-ից 8 նոյեմբերի զբաղվելու ընթացիկ աշխատանքային հարցերով, նաև կենցաղային հարցերով, առողջության հետ կապված հարցերով, սիրելի այդ եղջյուրներ, իսկ նոյեմբերի 8-ից 9-ը զգուշացեք ձեր զուգընկերների կամ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում եթե փչացնեք հարաբերություններ, դժվար կլինի դրանք վերականգնել։ Սիրելի ջրհոսիկներ, բարենպաստ է նաև ձեզ համար գալիք շաբաթը։ Նոյեմբերի 3-ից 4-ը կարճանապար եք գնալու եւ կարեւոր լուր եք ստանալու։ Նոյեմբերի 4-ից 6-ը լուծելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր, հնարավոր է տան առքովաճառ կամ փաստաթղթեր եք ձևակերպելու, իսկ նոյեմբերի 6-ից 8-ը շատ բարենպաստ է երեխաների համար, լավ լուրեր երեխաների հետ կապված, բիզնեսի հետ կապված, լավ է նաև այդ օրերին հանգստանալ եւ այլել այս կյանքը առհասարակ։ Նոյեմբերի 8-ից 9-ը հիմնականում կենցաղային հարցերով եք զբաղվելու, ընթացիկ աշխատանքային եւ առողջական հարցերով եք զբաղվելու։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը։ Նոյեմբերի 3-ից 4-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Նոյեմբերի 4-ից 6-ը կարճանապար է գնալու, սիրելի ձկնիկներ, որի ընթացքում կարևոր լուր եք ստանալու կամ հետաքրքիր հանդիպում տեղի կունենա։ 6-ից 8 նոյեմբերի զբաղվելու եք ընտանիքի տան ծնողների հետ կապված հարցերով, անշարժ գույքի հետ կապված առքովաճառ, փաստաթղթեր եւ այլն։ Նոյեմբերի 8-ից 9-ը լավ է ձեր երեխաների համար, լավ լուրեր երեխաների հետ կապված եւ բիզնեսի հետ կապված։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում նոյեմբերի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Կհանդիպենք, stay tuned։